Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ես կուզենայի խոսել մեր աշխատավարձային ֆոնդից եւ միջին աշխատավարձից։ Միջին աշխատավարձը չհարկված է, կազմում է 287,000 դրամի կարգի, սակայն մենք գիտենք, որ մասնավոր սեկտորում համատարած է իրականից ավելի ցածր աշխատավարձ գրանցելը, դա համատարած է, դա գաղտնիք չի, կարող ենք հիմա դուրս գալ փողոց ու ուղղակի քաղաքացիներին հարցնել, թե արդյոք ձեր գրանցված աշխատավարձը, եթե աշխատում եք մասնավոր սեկտորում, համապատասխանում է ձեր իրական աշխատավարձին, թե ոչ, եւ առնվազն 70%-ը կասի, որ ոչ, մնացած 30%-ն էլ հիմնականում կամ միջազգային ինչ-որ բրենդների հետ փոխկապակցված ձեռնարկությունների աշխատողներին բանկային համակարգի, որտեղ թափանցիկությունը շատ ավելի բարձր է։ Սա համատարած խնդիր է։ Ես ամեն օր այս խնդրի մասին լսում եմ, աշխատողների գրանցման խնդիրը լուծեցինք շատ մեծ դժվարությամբ, այո, այդ առումով էլ խնդիր չկա, սակայն աշխատավարձի ճիշտ չափը նշելու հետ կապված ունենք խնդիր, որը իր հերթին առաջացնում է այդ մարդու վարկունակության խնդիր, կանանց դեպքում ուրեմն ֆիզ արձակուրդի վճարն է ցածր լինում, որովհետև դա հաշվարկվում է ըստ աշխատավարձի տոկոսի։ Այս խնդիրը մենք ոնց ենք պատրաստվում լուծել, թեև հարցի ուղիղ հասցեատերը դուք չեք, ենթադրում եմ, որ պեկն է, բայց ամեն դեպքում ձեր մոտեցումը ինչպիսին է, շնորհակալություն։ Պարոն Եղոյան, ես չէի համաձայնվի այդ գնահատականին, որ համատարած է այդ իրավիճակը, բայց կասեմ նաև, որ այդ աշխատավարձերի թեր հավաքագրում, թեր հայտարարագրումը մի փոքր ավելի բարդ է հայտնաբերել հարկային վարչահարության տեսանկյունից, կան մնացած հարցերը։ Վերջի ժամանակահատվածում ես նկատում եմ, որ իհարկե մենք տեսել ենք, որ ստվերային իրավիճակը եկամուտների, աշխատողների գրանցման եւ իրենց աշխատավարձերի հայտարարման 18 թվականից հետո էապես նվազել է եւ սրան նպաստել է նաեւ այնպիսի քաղաքականությունները, որոնք ստիպել են աշխատողներին իրենք ստիպեն իրենց գործատուներին, որ աշխատավարձը ճիշտ գրանցվի։ Օրինակ հիպոթեկի վերադարձի ուրեմն հնարավորությունը հիմա հայտարարագրման համակարգով հնարավորությունը նվազեցնել սոցիալական կրեդիտներ ստանալու հանգամանքը, այս բոլոր գործողությունները նպաստում են դրան։ Ես իմ խոսքում ասեցի, որ մենք բոլոր ուղղություններով պետք է թվայնացման գործիքները օգտագործելով թիրախայնությունը մեր ստուգումների եւ հայտնաբերման մեծացնենք, բայց մյուս կողմից նաեւ ապագայում պետք է մեծացնենք աշխատողներին հետ վերադարձվող գումարների քանակը, չափը, որպեսզի նաև տակից ճնշում լինի եւ այստեղ այս մեխանիզմը ճիշտ աշխատի։ Կարծում եմ ճիշտ ճանապարհը այս հարցը լուծելու այդպիսինն է, թեև ես չեմ համարում, որ դա այդպիսի համատարած բնույթ է կրում։ Չգիտեմ, պարոն Հովհաննիսյան, իմ տպավորությամբ դա համատարած բնույթ է կրում։ Շատ ողջունելի է կառուցվածքային լուծումներ գտնելը, ինչպես սոցիալական կրեդիտների վերադարձը, հիպոթեկի եկամտարկի վերադարձը, դա շատ լավ է, բայց եկեք ընդունենք, որ աշխատող մարդու համար, հատկապես միջինից ցածր որակավորում ունեցող աշխատողի համար, շատ հատկապես այն պայմաններում, երբ արմիությունները որպես այդպեսին չկան, երբ այդ ճնշումը ձեր ասած չի կարող ունենալ համակարգային բնույթ, այլ ուղղակի մեկ աշխատողը պիտի գնա իր գործատուի մոտ եւ բողոքի եւ գործատուն էլ շատ հանգիստ կարող է ասել, եթե չի բավարարում իմ պայմանները, կարող ես դուրս գալ աշխատանքից, ես ուրիշին կգտնեմ։ Լուծումները շատ ճիշտ են, բայց նաեւ վերևից էլ վարչահարությունը պիտի, այսպես ասած, դիմավորի այդ ճնշումը, հա, որ նաև վերևից էլ պիտի լինի այդ ճնշումը, որ ամեն դեպքում մարդիկ իրենց միայնակ չզգան գործատուների հետ առաջացած խնդիրներում։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան,
Համատարածության հետ կապված ես ասեմ, որ մենք գնահատում ենք արել հարկային ստվերի հետ կապված եւ այստեղ առաջի տեղում ավելացած արժեքի հարկն է եւ շահութահարկն է եւ եկամտահարկը ամենևին առաջի տեղում չէ, հետեւաբար դա իհարկե գնահատականներ են տարբեր տնտեսության վերլուծության հիման վրա, բայց համաձայն եմ ձեզ հետ, որ այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք անենք։